Ֆինանսական համակարգը միջնորդ է մեր ու մեր ֆինանսական միջոցների միջև։ Ֆինանսական համակարգի միջոցով ենք կատարում փոխանցումներ ու վճարումներ, պահում մեր խնայողությունները, կատարում ներդրումներ, ապահովագրում մեր ռիսկերը, ձեռք բերում վարկեր եւ այլն։ Եվ այս ամենը մեր առօրյա կյանքի անբաժանելի մասն է։ Բոլորիս անհրաժեշտ է, որ ֆինանսական համակարգը լինի կայուն։ Քննարկենք, թե ինչ դեր ունի ֆինանսական կայունությունը հենց քո կյանքում։ Նախ չմոռանանք, որ ֆինանսական կայունության ապահովումը հիմք է հասարակական բարեկեցության համար, քանի որ ֆինանսական կայունությունը կենսական է տնտեսության կարճաժամկետ եւ երկարաժամկետ աճի համար։ Ֆինանսական ճգնաժամերի ժամանակ հաճախ տեսնում ենք, որ ֆինանսական ակտիվների գները տատանվում են անկանխատեսելի ուղղությամբ։ Ավանդատերերն անհանգստանում են իրենց խնայողությունների համար եւ գործարարները դժվարությամբ են ֆինանսավորում ստանում։ Նման իրավիճակներում ինչքան էլ անցանկալի է, մարդիկ եւ գործարարները կարող են վնասներ կրել։ Իսկ եթե մենք ունենք ուժեղ եւ դիմացկուն ֆինանսական համակարգ, որը շարունակում է մեզ անհրաժեշտ ֆինանսական ծառայությունները տրամադրել առանց խոչընդոտների եւ անսպասելի գնային փոփոխությունների, մեր տնտեսական ծրագրերը առավել իրատեսական ու կանխատեսելի են դառնում։ Արի պատկերացնենք մի իրավիճակ, երբ բանկերը անսպասելի զարգացումների արդյունքում ավելի մեծ զգուշավորություն են ցուցաբերում նոր վարկեր տրամադրելիս։ Օրինակ, դու ունես երազանք՝ տուն գնել կամ բիզնես հիմնել։ Եվ դրա համար քեզ գուցե լրացուցիչ գումար է պետք։ Շատ հնարավոր է, որ քեզ չտրամադրեն վարկ անկախ քո բարեխիղճ վարկային պատմությունից։ Ու եթե նման երևույթը կրի շարունակական բնույթ, մենք կունենանք չիրականացված բիզնես ծրագրեր, նվազող եկամուտներ, ինչն ի վերջո կազդի բոլորիս բարեկեցության վրա։ Ֆինանսական կայունության ապահովումն օգնում է ֆինանսական համակարգի անխափան աշխատանքին, նպաստում է տնտեսության աճին եւ քո, իմ ու մեր բարեկեցությանը։ Վերաբերվիր ֆինանսական կայունությանը որպես հանրային բարիք։ Եղիր բարեկեցիկ։